Մռովի լանջը ծանոթ է իջնողի ու բարձրածողի ոտնաձայնին, ձիերի վարկին ու խորը լռության մեջ մեղուների անխախտ տզզոցին։ Մռովի լանջին մեղվապահությամբ զբաղվողները քիչ չէին, նրանցից էր նաև Էլինա Թևոսյանի պապիկը։ Ֆիլմից պոկված կադրի է նման իր հիշողության մեջ մնացած մեղրաքամի արարողությունը։ Պապիկս հենց Մռովի լանջերին զբաղվել է մեղվաբուծությամբ եւ մենք մեր ամբողջ թորներով, այսպես ասեմ, բարեկամներով միշտ մասնակցել ենք մեղրաքամին եւ դա մեզ համար մեր անցյալից ամենաուրախ հիշվող շրջաններից է եղել։ 2020 թվականին Արցախից բռնի տեղահանությունից հետո Էլինայի մայրիկը փորձել է վերականգնել երեխաների մանկության կադրերն ու շարունակել հոր գործը։ Շուրջ 4 տարի Մռովի մեղրը Հայաստանի սարերում է արտադրվում։ Գաղտնիքները հորից է սովորել, հիմա մյուս հետաքրքրվածներին է փոխանցում։ Մեր մեղվանոցը հիմնականում գտնվում է Հանքավանում, սակայն մենք ունենք առաքում ամբողջ Հայաստանի տարածաշրջանով մեկ։ Մռով մեղրի ֆունդամենտը Հայաստանում Ինոբիզի օգնությամբ է դրվել, դիմել ու աջակցություն են ստացել նախ կրթական ծրագրերով, հետո ֆինանսական։ Մենք ստեղծում ենք նրանց համար հնարավորություններ, տալիս ենք կրթություն եւ փորձում ենք ապահովել ֆինանսավորումը։ Մինչեւ այսօր դա մեզ մոտ կարող եմ ասել բարեհաջող է ստացվել։ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1000 քաղաքացի օգտվել է Ինոբիզի կրթական ծրագրից, 150 ընտանիք հիմնել բիզնես ամենատարբեր ոլորտներում։ Ինեսա Վարդանյանի խոսքով նրանց հիմնական նպատակներից մեկն արցախցիներին հնարավորություն տալն է ինքնուրույն հոգալու իրենց կարիքները, ինչն էլ կօգնի ապրել ու աշխատել Հայաստանի մարզերում ու քաղաքներում։ Ինոբիզի շրջանավարտներից Տիգրանը Բերձորից է տեղահանվել։ Հիմա Կոտայքի մարզի Պտղնի բնակավայրում է ապրում։ Ի տարբերություն Մռով մեղր բիզնեսի, Տիգրանինը միայն մտքում է դեռ։ Մոտակայքում մոտավորապես մի 10 կիլոմետր շարավղով ոչ մի տարածքում չկա ավտոլվացման կետ, իսկ այդտեղ բավականին խիտ բնակեցված է եւ մոտավորապես բնակիչների 70, եթե ոչ 80% ունեն մեքենաներ, որոնց անհրաժեշտ է այդ տարածքը լրիվ ասֆալտապատ չի ու անդադ մեքենաները կեղտոտվում են ու կան մեծ կազմակերպություններ եւս, որոնք ունեն մոտավորապես մի 200 պլյուս աշխատակիցներ, որ ամեն մեկը մեքենա ունի, այսինքն մոտավորապես 200 մեքենա մի գրասենյակային տարածք ունենում է, էլի, իսկ մեքենայի լվացման համար պետք է մոտավորապես մի 10 կիլոմետր հեռու գնալ, հա, այդ որտեղ ես բնակվում եմ այդ տարածաշրջանից, որ կարողանան մեքենան լվալ։ Տեղից է ծագել միտքը։ Տիգրանը վստահ է, որ հաջողելու է իր բիզնեսը։ Իր ավտոլվացման կետն առաջինն է լինելու տարածքում։ Բիզնես գաղափարը Ինոբիզի մենթորների հետ բյուր կրթական հարթակում վերջնական տեսքի են բերել, հաշվի առել ռիսկերն ու վտանգները։ Ցանկացած բիզնեսի համար պետք է ներդրում, ընդհանուր գաղափարները, բիզնես պլանի միտքն ու ձևավորումը ամեն ինչ իդեալական պատրաստված է, մնում է այն ֆինանսավորումը, որը որ պետք է սկսել բիզնեսի համար։ Կետերը լինելու են 3, 4 կամ 2 կախված կլինի ֆինանսավորումից։ Ինոբիզի շրջանավարտներից շատերն ինքնուրույն ընդլայնել են իրենց բիզնեսը, ստեղծել աշխատատեղ ու դարձել եկամտի աղբյուր շատերի համար։ Մենք Ինոբիզը նախաձեռնեց դրամահավաք 150-ի արմատներ Ռեարմենիա հարթակում, որի նպատակն է ապահովել իրենց համար ստարտային կապիտալ, որպեսզի իրենք սկսեն իրենց բիզնեսը հայրենիքում եւ չմտածեն արտագաղթելու մասին։ Մինչ մենք զրուցում ենք, հարյուրավոր արցախցիներ սովորում են բյուր հարթակում, պլանավորելով իրենց կյանքը Հայաստանում, իրենց արտադրանքը նաև Հայաստանից դուրս։ Անի Աբաղյան, Մհեր Դավթյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։